Բարև ձեզ սիրելի հայեր ջան, ովքեր որ սիրում են գործել։ Այսօր այսքան թելեր եմ ձեզ ուզում ցույց տալ եւ իհարկե խոսել սումկա գործելու մասին։ Ուզում եմ ցույց տալ առաջինը, թե ինչ թելեր եմ գնել եւ հետո խոսենք թե այս թելերը ինչի համար եմ ես ընդհանրապես գնել։ Իրենք այդպես շատ որակյալ թելեր չեն, իրենք ակրիլ են։ Ակրիլ են 100%-անոց։ Սա ճիշտ ասած չգիտեմ։ Սա էլ է երևի ակրիլ, այո, պոլիակրիլ է սա էլ։ Ուրեմն գնել եմ ամեն մեկից երկուական մի քանի գույներ, այսպես սա բորդո է, նայեք այսպես շատ հետաքրքիր, նորաձև է բավականին, սա ամեն մեկից երկուական։ Եվ գնել եմ սա վերջապես տեսա գնեցի, հուսով եմ աշխատում է, ճիշտ ասած, շատ կարևոր էր սա, ամեն անգամ գրանցում էի, հետո մոռանում էի, չգիտեմ այս ում, ուզում եմ ասել, չգիտեմ ում մատերի համար է սա, մի խոսքով, այո, աշխատում է, թարսեր, չգիտեմ ինչու արդեն 16-17 էր, սա շատ լավ բան է, ովքեր որ գործում են, ովքեր որ սիրում են գործել, որովհետև գիտեք, մենք պետք է հատերը շարունակենք եւ դրա համար մեզ հարկավոր է անպայման նշել, թե որրորդ հատն ենք հասել։ Իսկ հիմա անցնենք արդեն այն թեմային, թե ինչու եմ թելերը գնել։ Ուրեմն մենք այսօր այդ գործելու ենք սումկաներ, հա, պայուսակներ, բայց պայուսակները, քանի որ ես ինքս վաճառքով չեմ զբաղվում պայուսակների, դրա համար սա այս տեսակները ձեզ համար եմ գնել, որոշ թելերը կգործեմ երկուական, այստեղ թելերից, ուզում եմ ձեզ նշել, որ ես գործելու եմ այս թելերով, բայց ես ձեզ կնշեմ, թե դուք որ թելով կարող եք գործել տվյալ պայուսակը։ Սա հենց գնել եմ իրեն հաստ տարբերակը, որ ես չգործեմ երկուական, այսպես, պարզապես, սա ոնց որ այն տրիկոտաժի թելերի, որպես այդպեսին, այնպես որ, որը վերաբերվում է տրիկոտաժին, կգործեմ սրանցով, որը վերաբերվում է մի փոքր ավելի բարակ թելերին, միևնույն է ինչքան է երկուսը միացնենք, այստեղ ինքը այդքան էլ հաստ չի լինում։ Այս թելերը 100 գրամ են, ակրիլ է 241 մետր, Հայաստանում էլ կան, կարծեմ, այս թելերից։ Ես ձեզ կնշեմ վերևում անպայման, իհարկե, թե որ հելունով եմ գործելու, բացի այն որ ցույց կտամ, եւ այդ պայուսակը նույն չափսը ստանալու համար, ոչ իմ, այլ իրականում այդ չափսը ստանալու համար ձեզ որ թելն է հարկավոր, որ թելով, որովհետև կան մարդիկ, ովքեր շատ են ցանկանում պայուսակներ գործել, բայց չեն կարողանում, որովհետև չկա նման տեսանյութ հայերեն լեզվով, որպեսզի կամ եթե կան մեկ այլ լեզվով է, որի բացատրման ժամանակահատվածում դուք չեք էլ հասկանում, թե ինչ է ասում, որտեղ ինքը գնում է հետո հետ է գալիս։ Այնպես որ կսկսեմ ես այս տեսանյութերը այսօրվանից, սկզբում ցույց կտամ պայուսակի ներքևի հատվածը, ինչպես գործեք, հետո արդեն վերևի հատվածը։ Եվ եթե հարկ կլինի, տեսնեք, թե ինչպես են գործում ներքևի հատվածը, որտեղ ես ամեն անգամ ցույց չեմ տալու, ես կնշեմ մշտապես հղումը։ Դուք կարող եք սեղմել ընդամենը վերնագրի վրա, այդ տառերի վրա ընդամենը որ սեղմում եք, ինքը ներքևում ամբողջությամբ կբացվի ամբողջ տեղեկատվությունը եւ այնտեղ ես կտեղադրեմ հղումը։ Միգուցե նաեւ մեկնաբանություններում։ Այնտեղից էլ եւս կարող եք գտնել ներքևամասի, հա, այդ ինչի վրա պետք է գործվի պայուսակը։ Դե պայուսակներ կլինեն, որ այդպես կլինի, պայուսակներ կլինեն, որ մեկ այլ ձև կլինի։ Ես պետք է ուղղակի գործեմ եւ հետո քանդեմ։ Կամ միգուցե եւ գործեմ եւ մատչելի վաճառեմ, այստեղ, չգիտեմ, 10 եվրոյով, 5 եվրոյով, չգիտեմ։ Ամենայն դեպս թելերը այդքան դեռ չեն ինձ վրա։ Այս թելերը ես գնել եմ 1 եվրո
գրված չի այդտեղ 26 թե 24 սանտիմետր, սանտիմ, սա սանտիմետր, սա Հայաստանի համար երևի 5-600 դրամ, այդպես կարելի ասել 600 կամ 650 այդպես, դե ինձ թվում է այդպես այդտեղ էլ է նույնը, բայց սա մի փոքր 2 եվրո եմ սա գնել, եթե 2 հատ գործեմ 4 եվրո, դե կարող եմ նաև շատ մատչելի գներով վաճառել, եթե ինչ-որ մարդիկ կցանկանան, եթե ոչ կրկին կքանդեմ, եթե այնտեղ կարիք կա քանդելու ուղիղ թել կլինի, ապա կքանդեմ, եթե ոչ, ապա շատ մատչելի տարբերակներով կդնեմ վաճառքի, եւս թելեր կգնեմ ձեզ համար, եւս կգործեմ, այնպես որ պատրաստ եղեք, ովքեր որ սիրում են, նաև սա միայն պայուսակների համար չէ, սա նաև գլխարկների համար է, եւս թելեր եմ գնել շատ են թելերը, որոնք որ ես գնել եմ ուղղակի, այստեղ ինձ մոտ չեն, տանն են, որովհետև այնտեղ պետք է, ոնց որ այնտեղ ես նստում գործում, ոչ թե գալիս ես արհեստանոցում նստում գործում են, այնտեղ տանն են, նաև մեկ այլ գլխարկներ, որոնք որ եւս այնտեղ հիմա նորաձև են բավականի շատ, ես նմանատիպ գլխարկներ ունեմ, արդեն գործել եմ, նաև կարող եք ալիքում նայել, այնտեղ շորտերի տեղադրել եմ, հատուկ բանդանաները, եւ իհարկե այդ գլխարկները, որոնք որ ցանց են, հիմա բավականին նորաձև են, այնպես որ դա եւս միասին կգործենք, ցանկության դեպքում դուք ինքներդ կարող եք վաճառել, ցանկության դեպքում կարող եք նաև գրել, միգուցե ես էլ վաճառեմ, եթե չցանկանամ քանդել նորից գործել, այնպես որ այսուհետ այս ալիքում կլինեն բացի նախշերից, նաև կլինեն արդեն հատուկ որևիցե իրեր, պայուսակներ ավելի շատ, գլխարկներ եւ այլն, եւ եթե դուք ինքներդ ինչ-որ մի բան եք ցանկանում, ապա կարող եք գրել, ոչ միայն մանկական, առաջ մանկական էր միայն, հիմա նաև մեծահասակների համար, դուք ինքներդ կարող եք գրել, ինչ կցանկանայիք տեսնել, ինչ կցանկանայիք գործել, որը չեք կարողանում գործել, եւ ես կգործեմ ձեզ համար, դուք ինքներդ կարող եք գործել եւ հետո վաճառել, նաեւ կարող եք նշել ինձ վաճառքի ժամանակ կամ եթե գործել եք թեկուզ ձեզ համար, թե ում սխեմայով եք ընդհանրապես դուք գործել, եթե լավ լինի, հետո միգուցե նաեւ գործենք միասին հագուստ, պարզապես այստեղ լավ թելեր այդքան էլ չկան, դրա համար ես նման բաներ ցույց չեմ տալիս, անիմաստ է դա, այդքան երկար աշխատանք է դա եւ թելերը այդքան որակյալ չեն, որպեսզի ես կամ վաճառեմ, կամ կրեմ, կամ ավելի շատը 90% այստեղ ակրիլ է, հետո ցույց կտամ նաև մնացած թելերը, դրանք գնել եմ հատուկ խաղալիքների համար, դա արդեն կլինի երկրորդ հատվածում, թե ինչ թելեր եմ գնել, հիմա եւս մի քանի թելերի ցույց կտամ, եւս էլի գնել եմ հատուկ այդ գործվածքների համար, ահա նաև սա եմ գնել, սրա տարբեր գույները, սա տիկնիկի համար է, նման բաները ավելի շատ կգործեմ, հետո կտեղադրեմ խանութում, եւ նմանատիպ նայեք սա, դա ինչ-որ մի բան կգործեմ երևի սրանով, եթե ինչ-որ բաներ կմտածեք, դուք էլ գրեք, սա նաև վերցրել եմ գլխարկների համար, բայց կարծես թե ինքը մի փոքր ծակում է, երևի թե կգործեմ սրանով ձի, հնարավոր է նաև, չնայած այդ գլխարկները այդքան էլ չի զգացվում, այսքանը երևի, բավականին շատ են թելերը, շատ, այստեղ չի տեղավորվի, ամեն օր նոր թելեր եմ գնում, եւ ուղղակի ուզում եի ձեզ զգուշացնել, որ դուք չեք տեսնելու այդ նույն թելերով գործվածներ, ինչով որ կարող եք դուք ինքներդ գործել, դուք տեսնելու եք հասարակ ակրիլով պայուսակներ, որը դուք կարող եք փոխարինել ձեր թելերով, որը որ կա ձեր քաղաքում, ձեր երկրում, որտեղ որ դուք եք ապրում, այսքանը սիրելիներս, այնպես որ լայքեք, բաժանորդագրվեք ալիքին եւ մի մոռացեք նաեւ մեկնաբանություններ թողել, ինչ ցանկանում եք գրեք,
Միայն գրեք, որպեսզի ես հասկանամ, որ մարդիկ տեսել են, հավանել են կամ չեն հավանել միգուցե նաև։ Այս տեսանյութը ես յուրաքանչյուր տեսանյութի ներքևում հղումը կտեղադրեմ, որպեսզի յուրաքանչյուր մարդ, երբ որ հարց իր մոտ առաջանա, թե ինչու են պայուսակգործում օրինակ ակրիլի թելով, ինքը մտնի եւ տեսնի, թե ինչու է այդպես։ Դե քանի որ ես պայուսակների գործեր չեմ անում, գործելու եմ միայն ձեզ համար, ուրիշ ոչ ոքի։ Ես ինքս էլ ինձ համար դեռևս չեմ գործել, որովհետև նախ չեմ կարողանում գտնել այդպիսի տրիկոտաժե թել լավագույնը, որ այդպիսի գեղեցիկ տեսք ստանամ, եւ այդ մնացած թելերով, որոնք որ կան եւ պարանից եւ հյուսվածքներից բավականին շատ թելեր գոյություն ունեն, նայեք օրինակ սա կա, բայց ինքը շատ բարակ է, սրանից կա յուրաքանչյուր գույն, յուրաքանչյուր ինչ-որ, այսպես եւ կա փայլուն եւ կա առանց փայլ, բայց դե չգիտեմ սրանով ինչ կարող եմ գործել։ Մի խոսքով նմանատիպ թելեր են շատ։ Այն ինչը որ իրականում պետք է գործես, այն ինչ թելով որ իրականում պետք է գործես պայուսակներ, ես այստեղ եթե գտնեմ էլ օրինակ այս թելը մեկ այլ խանութում դրված է 650 եվրո։ Պատկերացրեք, եթե դու չես վաճառում այդ ապրանքը, նման գործերով չես զբաղվում, նման վաճառքի ոչ մի ինչ-որ էջ չունես եւ 650-ով մեկ պայուսակ դժվար գործես, իսկ մնացածը մեկ անգամ ես տեսել եմ տրիկոտաժի թելեր, բայց էլի ինքը լավագույնը չէր, 11 եվրո էր, 12 եվրո էր, անիմաստ է նման գնել, նման արժեքներով թելեր գնել եւ ուղղակի ցուցադրել մարդկանց։ Եթե ձեզ հարկավոր է պայուսակը, ձևը, նախշը, միայն դա պետք է նայել։ Օրինակ սա 2 եվրո եմ գնել։ Դա համար որքան տեսնում եմ այսպես մատչելի թելեր, այդքան գնում եմ ուղղակի տանը լինելու համար, որովհետև հետո այլևս չես տեսնում այդ թելերից։ Գոյություն չունեն։ Ես մեկ անգամ հարցրեցի, ասեցին մոդայով է։ Ոնց որ այս պահին ինչ որ միտեղ վաճառում են, դա են գնում եւ բերում են վաճառում։ Հետո արդեն դա գոյություն չունի, չկա, վերջ ավարտվում է։ Այսքանը սիրելիներս։ Լավ եղեք, գործեք սիրով, թող ձեր գործվածքը միայն միշտ ուղիղ լինի եւ հարթ։ Լավ եղեք։